Բարև ձեզ։ Առնվազն 3 տարի անհուսալի դասով դասակարգված վարկ ունեցող քաղաքացիները, նրանք ովքեր ունեն աշխատանք, ֆորմալ զբաղվածություն եւ ում բոլոր ունեցած վարկերի մայրգումարների հանրագումարը կազմում է ավելի փոքր գումար, քան 1 միլիոն դրամն է, կարող են աջակցություն ստանալ պետությունից։ Ծրագրի մանրամասները քննարկելու ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Թեպետ ես ծրագրի պայմանները հիմնականում թվարկեցի, բայց կխնդրեմ նորից անդրադառնանք, որ դեպքում քաղաքացիները կարող են դիմել։ Քաղաքացիները կարող են դիմել այն դեպքում, երբ իրենց ունեցած բոլոր վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի վաղեմությամբ, այսինքն եթե վարկը դասակարգված է անհուսալի դասով 5 տարի, 6 տարի, ապա իրենք նույնպես դառնում են շահառու, սա շատ հնչող հարցերից է վաղեմության հետ կապված, եթե դեռևս 2 տարվա վաղեմություն ունի վարկը, ապա նրանք բնականաբար չեն կարող։ Նաև պայմաններից մեկն է, որ պետք է իրենց բոլոր ունեցած վարկային պարտավորությունների մայր գումարի գծով հանրագումարը չգերազանցի 1 միլիոն դրամը եւ ունենան ֆորմալ զբաղվածություն, բնականաբար քաղաքացիները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են դառնալ շահառու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք նույնպես։ Ըստ էության սրանք են պայմանները, բայց գլխավոր հարցը, որ պետք է իրենք լուծեն, դա զբաղվածության հարցն է, որովհետև միայն ֆորմալ զբաղվածության միջոցով, այսինքն իրենց աշխատավարձից առաջացող եկամտային հարկն է, որ ուղղվելու է որպես աջակցություն վարկի մարմնը։ Շատ լավ, նորից կանրադառնանք պայմաններին, նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներն էլ կարող են դիմել, նրանք ովքեր որ վարկային պարտավորություն ունեցել են Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ էության այն բանկերում կամ վարկային կազմակերպություններում, որոնք լիցենզավորված են կենտրոնական բանկի կողմից։ Վերադառնալով պայմաններին 1 միլիոնի շեմը նշեցիք, այն քաղաքացիները, ում վարկերը ավելի մեծ գումար են կազմում, քան 1 միլիոն դրամն է, արդյոք կարող են մարել տարբերությունը ու դիմել ծրագրին։ Այդ հնարավորությունը ընձեռված է, որովհետև ըստ միջոցառման մենք հնարավորություն ենք ընձեռել 1 տարի ժամկետ ենք տվել ծրագրին դիմելու համար եւ այս ընթացքում եթե ինչ-որ մի պահի մայր գումարը հնարավոր կլինի նվազեցնել կամ ընթացիկ սպասարկման միջոցով կամ միանվագ մանրումների տեսքով, ապա հնարավոր կլինի այդ ընթացքում դիմել ծրագրին։ Շատ լավ։ Պարոն Խաչատրյան, թեպետ ծրագիրը կարճ ժամանակ է մեկնարկել, բայց ամենաշատ հնչող հարցերից մեկն էլ նա էր, թե արդյոք եթե քաղաքացին ունի ենթադրենք 3 վարկ եւ անհուսալի դասով դասակարգված վարկերից մեկը ավելի փոքր գումար է կազմում, քան 1 միլիոն դրամն է, արդյոք կարող է դրանով դիմել, մյուս երկուսը բաց թողնելով։ Չի կարող, որովհետև հստակ միջոցառման կառավարության որոշման մեջ նշված է, որ իր ունեցած բոլոր վարկային պարտավորությունների հանրագումարը մայր գումարի գծով չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը, այսինքն եթե ունի վարկ, որը օրինակ 700,000 դրամ է, մնացածը ավելին են կամ նրանց հանրագումարը գերազանցում է արդեն 1 միլիոն դրամը, ապա չեն կարող եւ վերադառնալով ձեր նախորդ հարցին իրենք կարող են նվազեցնելու միջոցով դառնալ ըստ էության ծրագրի շահառու։ Պարոն Խաչատրյան, նորից թեպետ ծրագիրը մի քանի օր է մեկնարկել, բայց նաև ունեինք հարց քաղաքացիներից, զինվորականներից, արդյոք նրանք եւս կարող են նույն պայմաններով դիմել աջակցության ծրագրին։ Զինծառայողները նույնպես պոտենցիալ ծրագրի շահառու են, բայց տեխնիկական որոշակի խնդիր կա, քանի որ իրենց տվյալները անձնավորված չեն տրամադրվում պետական եկամուտների կոմիտեին, հետևաբար իրենց վերաբերյալ իրենց եկամտային հարկի չափի հետ կապված ինֆորմացիան պետք է ստանանք ուրեմն համապատասխան մարմնից, ուժային պետական մարմնից եւ առաջիկայում մոտորերս որոշակի փոփոխություններ են իրականացնելու միջոցառման մեջ եւ նաեւ կլուծենք այդ հարցը, ուղղակի կխնդրենք զինծառայողներին, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին, սպասել մինչև փոփոխությունը, որից հետո արդեն հնարավոր կլինի ամբողջական դիմել եւ ստանալ աջակցություն։ Խոսքը բացառապես զինվորականների մասին է, թե այլ ուժային կառույցներում աշխատողներին եւս վերաբերում է։ Խոսքը վերաբերում է այն կառույցներին, հիմնականում ուժային կառույցներին, որոնք իրենց աշխատողների, ծառայողների վերաբերյալ տվյալները անձնավորված չեն տրամադրում պետական եկամուտների կոմիտեին։ Աշխատանքի կոմպոնենտին անդրադարձանք։ Նաև նշեցիք, որ այսքան պիտի պարտադիր լինեն աշխատող։
Արդյոք քաղաքացին, ով ենթադրենք ծրագիրը սկսել ենք փետրվարի 1-ից, ապրիլից անցնի աշխատանքի կկարողանա դիմել աջակցության ծրագրին, թե ծրագրի մեկնարկի պահից արդեն պիտի ունենար աշխատանք։ Իրենք կարող են այս 1 տարվա ընթացքում այս ժամանակաշրջանը տրվել է նմանատիպ խնդիրները կարգավորելու ու հատկապես աշխատանք գտնելու համար, այսինքն իրենք մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, որ ամսին որ կգտնեն աշխատանք, կձևակերպվեն, այդ պահին արդեն կարող են դիմել եւ դառնալ ծրագրի շահ։ Շատ լավ, ծրագիրը մինչ մեկնարկելը բավական շատ խոսվում էր ու հիմնական մտահոգությունը մյուս քաղաքացիների, մյուս հարկատուների նա էր, որ սա որոշակիորեն սոցիալական իմաստով ոչ արդար է, ավելի բարեխիղճ քաղաքացիների, վարկառուների հանդեպ։ Կխնդրեմ այս մասին եւս խոսեք ու նշեք, երբ ասում ենք, որ պետությունն է աջակցում, պետության աջակցությունը կոնկրետ ինչու՞մն է կայանում։ Պետության աջակցությունը կայանում է նախ նրանում, որ այն հարկերը, որոնք ձևավորվում են երկրի ներսում, դրանք պետք է ուղղվեն պետական բյուջե եւ պետության աջակցությունը կայանում է նրանում, որ այս անձինք, ովքեր գտնվում են այս իրավիճակում, հնարավորություն է տրվում իրենց վճարվելիք եկամտային հարկը ուղղել վարկի մարմնը, սա կարծում եմ մեծ աջակցություն է եւ պետության աջակցությունը նաեւ նրանում է, որ ստեղծել է այս հնարավորությունը, այս մեխանիզմները։ Մյուս հարցին վերադառնալով, տեսեք, եթե բոլոր ժամկետանց վարկերին դա վերաբերվեր, այստեղ հարցը տեղին կլիներ, բայց մենք անդրադարձել ենք այն ուրեմն հատվածին, ովքեր տևականորեն, այսինքն 3-4 տարի է գտնվում են այս իրավիճակում, եթե ոչ ավելի, այսինքն անձինք կան, ովքեր 10 տարուց ավել է գքած են վարկային բեռի տակ եւ չեն կարողանում իրենց տնտեսական ակտիվությունը ունենալ մեր տնտեսության մեջ, չեն կարողանում աշխատել, որովհետեւ վարկի սպասարկումը, բռնագանձումները եւ այլն խժռում է աշխատավարձի մի մեծ բաժին եւ նրանք ունենում են սոցիալական խնդիրներ եւ պետությունը իր սոցիալական քաղաքականության շրջանակներում ունի այս հնարավորությունը եւ տալիս է այս հնարավորությունը քաղաքացիներին օգտվել սրանից եւ քանի որ հիմնականում այս մարդիկ գտնվում են կամ աշխատում են կամ չեն աշխատում, իսկ աշխատելու դեպքում ստվերում են կամ կիսաստվերում են, ապա ըստ էության այսօր կարելի է խոսել, որ այդ հարկը մեծ հաշվով գոյություն չունի եւ սա նաեւ մեխանիզմ է այդ անձանց այս ծրագրի միջոցով վերադարձնել աշխատաշուկա եւ բնականաբար վարկը մարելուց հետո նրանք շարունակելու են աշխատել, օգտվելու են պետական բոլոր երաշխիքներից, կենսաթոշակային ստաժի հնարավորությունը արդեն նորից կվերականգնվի իրենց մոտ, այսինքն կենսաթոշակի անցնելուց նրանք կհաշվարկվեն, ինչը այսօր տեղի չի ունենում ստվերի պայմաններում բնականաբար, նաև կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների դեպքում կկատարեն կൂട്ടակումներ, պետությունը նույնպես համաֆինանսավորում կանի, այսինքն այս աջակցությունից նույնպես նրանք զրկված են, ինչպես նաև պետական տարբեր ծրագրեր նույնպես իրենց վրա չի անդրադառնում, սա շատ լավ հնարավորություն է վերականգնել այդ հնարավորությունները։ Վաղաճան թեպետ նիստի ժամանակ կառավարության երբ զեկուցվեց հարցը, այս հարցին եւս եղավ անդրադարձ, բայց կրկին հնչեցնեմ, արդյոք դիտարկվում է նմանատիպ ծրագրերի շարունակականության իրականացումը։ Նման քննարկում չունենք, այսինքն ընտրվել է այն թիրախը, որը մեծ պարտքերի պատճառով չի կարողանում իրացնել իրեն ամբողջությամբ եւ ուղղակի այս մարդկանց տվել ենք այդ հնարավորությունը։ Հետագայում ուզում եմ ասել նրա մասին, որ մենք որևէ կերպ չենք ներում կամ պետությունը իրենց փոխարեն չի ուրեմն մարում այդ վարկերը եւ ներման հարցեր չկան, այդ ներման որոշակի դուրստուգանքների չափով բանկերի խոստումն է եւ դա իրենց իրավունքն է եւ նաեւ կարելի է շնորհակալ լինել բանկերին, որտեղ իրենք գնացել են այս աջակցության իրենց բաժինը ոնց որ լրացնելով եւ հետագա ուրեմն նմանատիպ ծրագրերի դեպքում ամեն դեպքում կարծում եմ, որ պարտավորությունները, որոնք չափահաս անձինք վերցրել են,
այնուհետև ինչ պատճառներով հայտնվել են վարդ իրավիճակում, պետք է սպասարկվեն, այսինքն այդ պարտավորությունը պետք է կատարվեն, այլ հարց է թե ինչպես կամ պետության աջակցությամբ, համայնքի աջակցությամբ, թե այլ անձանց, բայց այդ պարտքերը պետք է մարվեն, այսինքն պետությունը պարտքերը, պարտավորությունները վերացնելու, ներելու քաղաքականությամբ չի առաջնորդվում։ Այս ծրագրով երկու կարևոր կոմպոնենտի անդրադարձանք եկամտահարկին ու նաև բանկերի հանձնառությանը, բայց մի պայման էլ կար, եթե չեմ սխալվում, որ վերանայվել էր բռնագանձումների մասն է խոսքը։ Այո, շատ դեպքերում մինչև 50% է հասնում հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձման չափը վարկերի գծով։ Մենք ուրեմն ծրագրի պայմաններից մեկն է, որ շահառու դառնալու դեպքում վարկի գծով պահումների բռնագանձումների չափը 20%։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, եթե քաղաքացիները, հեռուստատիտողները իրենց գտան պայմաններին համապատասխանողների շարքում, այսինքն եթե վարկը դասակարգված է անհուսալի 3 եւ ավելի տարի, եթե ունեն գրանցված աշխատանք, ու եթե բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը, որը պիտի լինի իրենց քայլը, ինչպես պիտի ծրագրի շահառու դառնան։ Ծրագրի շահառու դառնալու համար շատ պարզ ուրեմն գործողություն պետք է կատարեն, մտնում են e-social.am կայք, այնտեղից կյանքի դժվարին իրավիճակ բաժնից ընտրում են այս ծրագիրը եւ նույնականացման քարտի միջոցով անցնելով նույնականացում ուղղակի տալիս են իրենց էլեկտրոնային փոստի եւ հեռախոսահամարի տվյալները, մնացածը ինքնաշխատ լրացվում է եւ տալիս են իրենց համաձայնությունը, որպեսզի հնարավոր լինի իր վերաբերյալ վարկային տեղեկատվությունը ստանալ, այսինքն այս համաձայնությունը պարտադիր է, որտեղ առանց իր համաձայնության որևէ մեկը իրավունք չունի տեսնել կամ ունենալ հասանելիություն այս տվյալներին։ Ստանալով համաձայնություն քաղաքացուց, տեղում արդեն դիմելով ծրագրին, տեղում վարկյանների ընթացքում ստանում է պատասխան շահառու լինելու կամ չլինելու վերաբերյալ, չլինելու դեպքում նաև ներկայացվում է մերժման պատճառները, որովհետև դրանք կարող են տարբեր լինել եւ հստակ քաղաքացին իմանում է, թե որ պատճառով է մերժվել։ Հաստատվելու դեպքում արդեն որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չունի քաղաքացին, ընդհանրապես պետք է գնա իր աշխատանքին, ստեղծի արարի, ստեղծագործի եւ օգտվի ավտոմատ այս ծրագրից, ավտոմատ ասելով նկատի ունեմ, որ իր վճարած եկամտային հարկը ինքնաշխատ ուղղվելու արդեն բանկին այնքան ժամանակ մինչև վարկը կմարվի ամբողջությամբ, բայց ոչ ավել քան 24 ամիս։ 24 ամիսը այն ժամկետն է, որը ամենահամեստ աշխատավարձի պայմաններում հնարավոր կլինի սպասարկել նշած պայմաններով վարկերի։ Պարոն Խաչատրյան, այլ ընտրանք առաջարկում ենք նրանց համար, ովքեր կունենան դժվարություն էլեկտրոնային դիմում ներկայացնելու։ Այո, այնուամենայնիվ, եթե կլինեն անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ, ապա այս դեպքում կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ եւ այնտեղ ընդհանրապես ստորագրել համաձայնությունը իրենց վերաբերյալ տվյալների մշակման համար եւ կրկին վարկյանների ընթացքում կստանան պատասխան։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ունեն նույնականացման քարտ, բայց դեռևս չունեն մոբայլ հավելվածով նույնականանալու այդ գործիքը, ապա նույնպես կառաջարկենք, կհորդորենք մոտենալ իրեն սպասարկող բջջային օպերատորի ցանկացած մասնաճյուղ եւ տեղում րոպեների ընթացքում ակտիվացնել այս գործառույթը եւ բացի դրանից համընդհանուր հայտարարագրման շրջանակում նույնականացման համար նույնպես կիրառվում է այս գործիքը, այսինքն վաղ թե ուշ նրանք պետք է ունենան այս հնարավորությունը։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ մենք այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք հաջողություն։